Աղոթքը զորություն ունի, աղոթքը կարողություն ունի, աղոթքը դա մեր Աստծո հետ հաղորդակցության ամենալավագույն միջոցներից մեկն է։ Մենք աղոթքով բարձրացնում ենք մեր խնդրանքը, մեր սրտի մեջ կուտակված այն ամեն դժվարությունները, որ ուզում ենք հաղթահարենք, մենք մարդկանց չենք ասում, այլ այդ ամենը Տիրոջն ենք հայտնում։ Հիսուսն ասեց իմ անունով ինչ որ խնդրեք պիտի ստանաք։ Հիսուսն ասեց այսուհետև իմ անունով ինչ որ խնդրեք պիտի լինի ձեզ։ Հիսուսի անունը մեզ համար Աստծո առաջ արտոնություն է տալիս, իրավունք է տալիս, որպեսզի ներկայացնենք մեր խնդրանքները։ Հիսուսի անունով երբ որ աղոթում ենք, երկինքը մեզ լսում է։ Եթե չլիներ Հիսուսը, չլիներ Հիսուս անունը, մեր աղոթքները Հայր Աստծո մոտ հասանելի չէին լինի։ Հիսուս Քրիստոս եկավ, պատնեշը քանդեց մեղքի, իր խաչի փառավոր հաղթանակով, իր արյան զորությամբ, որպեսզի մեր աղոթքները հասանելի լինի Հորը, որ ինչ որ խնդրենք Հիսուսի անունով լինի մեզ, որ Հայրը իրականություն դարձնի։ Եվ մեր աղոթքներին արգելում էր մեղքը, որովհետև մեղքը դա պատնեշ էր, դա Աստծո հետ անհաշտության այն արգելքն էր, որ Հիսուսը վերցրեց դա։ Վերցրեց իր խաչի փառավոր հաղթանակով։ Հիսուսը իր արյունը թափեց, Հիսուսը չարչարվեց, խաչի վրա մեռավ մեր մեղքերի ու հանցանքների համար, որպեսզի արգելք չլինի մարդ եւ Աստված հարաբերության մեջ։ Մարդ եւ Աստված հարաբերության մեջ միջնորդ չկա։ Չկա ոչ մի սուրբ, չկա ոչ մի հրեշտակ, չկա որևիցե մեկը, որ միջնորդի մեզ Հայր Աստծո հետ։ Ավետարանն ասում որ մեկ բարեխոս կա, դա Հիսուս Քրիստոսն է, որ բարեխոսում է Հոր առաջ մեզ համար։ Մեր բոլոր աղոթքները, մեր բոլոր խնդրանքները հասանելի է դարձնում Հայր Աստծուն։